Սպասվող լրահոս, իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել։ Armenpress-ի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը։ Բարև ձեզ, Armenpress պետական լրատվական գործակալությունը լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում։ Հայաստանյան քաղաքական դաշտը, քաղաքական գործիչներն արձագանքում են Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողություններին։ Այսօր ապրիլի 4-ին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւ այլ գործիչներ կանդրադառնան սահմանային լարված իրավիճակին, հայկական կողմի անելիքներին, միջազգային հանրության դիրքորոշմանը։ Հայաստանում մեկնարկել է արդարադատության մոնիտորինգ ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել արդարադատության համակարգում գիտելիքահեն քաղաքականություն իրականացնելուն, բացահայտել արդարադատության համակարգից քաղաքացիների ակնկալիքներն ու նրանց խնդիրները։ Ծրագիրը պետք է օգնի նաև Հայաստանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները փակ հաստատություններում գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի եւ խոշտանգման բացառման ուղղությամբ, համաձայն Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչները կներկայացնեն ծրագրի մանրամասները։ Ապրիլի 4-ը ինտերնետի համաշխարհային օրն է, օրվա կապակցությամբ ոլորտի տարբեր մասնագետներ կխոսեն ինտերնետի կարևորության, հնարավոր խնդիրների մասին, ինչպես նաև կներկայացնեն ինտերնետից օգտվողների վիճակագրություն։ Որքանով է իրատեսական գազի գնի իջեցումը, այսօր տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է անդրադառնալու Հայաստանում գազի գնի հավանական իջեցմանը, ինչպես նաև կներկայացնի, թե գազի գնի նվազեցումը ինչ ազդեցություն կթողնի թե սպառողի, թե տնտեսության տարբեր հատվածների վրա։ Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման հեռանկարներին նվիրված քննարկում Երևանում։ Քննարկումը կազմակերպվում է կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից։ Քննարկմանը կմասնակցեն միջազգային եւ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կին ձեռներեցներ Հայաստանի տարբեր մարզերից։ Լրանում է Հայաստանում հրեական համայնքի ստեղծման 25-րդ տարին։ Այդ կապակցությամբ հրեական համայնքի ներկայացուցիչները կազմակերպում են կլոր սեղան քննարկում։ Նախատեսվում են մասնակիցներ նաև Իսրայելի խորհրդարանից։ Այսօր կանցկացվի Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի 2016 թվականի առաջին մամուլի ասուլիսը։ Փառատոնի նախագահ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Բրյուսելի Բոզար արվեստների պալատի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Փոլ Դուջարդինը, փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովանիսյանը կներկայացնեն փառատոնի 2016-2017 թվականի ծրագրերը, կհայտարարեն 15-ամյակի հոբելյանական երեկոյի մանրամասները, ինչպես նաև փառատոնի միջազգային համագործակցության արդյունքները եւ ռազմավարությունը։ Այս եւ այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքեջում եւ լսել լրատվական ռադիոյի եթերում։ Հետևեք մեզ Twitter-ում եւ Facebook-ում։ Դուք լսեցիք սպասվող լրահոսը, իրադարձություններից առաջ ընկնելով ներկայացրեց Armenpress լրատվական գործակալության թղթակից Աննա Գզիրյանը։ Armenpress իրադարձությունից քայլ առաջ 1918 թվականից։